Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի հունիսի 12-ի հարկային օրենսգրքի 269-ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծն ընդունվել է 58 կողմ 2 դեմ 17 ձեռնպատ ձայներով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել է առաջարկվող օրենսդրական փոփոխություններով 2 անգամ կավելանան օնլայն խաղատների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը։ Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Նրա խոսքերով 2024-ին օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ։ Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, հնան կաճեր 10-ից 15%-ով, պետական եկամուտները 7.34%-ով։ Պատգամավորը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս կարևորագույն նախաձեռնությունում իրեն աջակցելու համար։